Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր հոկտեմբերի 27-ն է 2025 թվական։ Խոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Ասելով հոկտեմբերի 27, արդեն որերորդ տարին է, շուրջ 26 տարի մենք միանգամից պատկերացնում ենք, թե ինչ արհավիրքի առաջ կանգնեց մեր պետությունը հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած այդ սպանդի արդյունքում եւ միևնույնն է դրա հետ չենք հաշտվելու։ Միևնույնն է չենք հաշտվելու, որովհետեւ անընդհատ մտածում ենք, ամեն անգամ մտածում ենք ինչ կլիներ մեր պետության հետ, եթե դա չլիներ։ Իսկ գուցե դրանից առաջ ինչ որ բան չլիներ։ Իսկ եթե 96 թվականին իշխանությունը տանկերով չպահեին, իսկ եթե դրանից առաջ մեկ ուրիշ բան չանեին։ Միևնույնն է, այդ հարցը մեզ հանգիստ չի տալու։ Այդ հարցում մենք անընդհատ մտահոգված ենք ելնելու, որովհետև դա չավարտվեց։ Եթե պատճառը չես իմանում, դա չավարտվեց։ Ու նաև մեր հասարակության մեջ կասկածները չփարատվեցին նաև մի բարձ պատճառով, որ ասեցին լավ, հոկտեմբերի 27-ի հետ կապված, կարծում եմ, որ դա կապ ունի Մեղրիով անցնող ճանապարհի հետ կամ Մեղրիի փոխանակման հետ։ Հիմա դրանից հետո մենք ունենք այս իրավիճակը։ Մեղրիի հետ կապված ինչ-որ իրավիճակ, բայց մենակ դա չի հարցը։ Այնտեղ խոսքեր գնում նրա մասին, որ տարբեր պետություններ կարող են մասնակից լինեն դրան, որոնք նրանց շահերից չէր բխում, որ այդ հարցը լուծվի Մեղրիի փոխանակման կամ թե չէ Մեղրիով անցնող ճանապարհի։ Բայց հիմա, այսօր, այդքան տարի հետո, մենք ինչ ունենք։ Արդյոք մենք ավելին գիտենք, քան դրանից առաջ։ Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչյանը իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում եւ որևէ մեկը չէր մտածում, որ նրա օրոք հոկտեմբերի 27-ը կբացահայտվի։ Որովհետեւ ուղղակի թե անուղղակի կապում էին իր անվան հետ։ Եթե չասեին, որ ուղիղ իր հանձնարարությունն է, ապա մտածում էին, որ նաեւ իր թողտվությունն է, ապա մտածում են, որ եթե նույնիսկ իրանք տեղյակ են եղել նման բանի, իրանք ձեռնտու է եղել, որ դա կատարվի, ուրիշի ձեռքով իրանք իշխանությունը կենտրոնացնեն կամ հարց լուծեն։ Այդպիսին եղել է ժողովրդի վերաբերմունքը։ Եկել է Սերժ Սարգսյանը։ Նա եկել է, նրան դիտարկել են որպես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ աշխատած, հոկտեմբերի 27-ի ժամանակ պաշտոն զբաղեցրած եւ որի պարագայում որևէ մեկը չէր սպասում, որ Սերժ Սարգսյանի օրոք էլ կբացահայտվի հոկտեմբերի 27-ը։ Ի վերջո, նաև մենք ուզում ենք իմանալ կազմակերպիչները, դրդիչներ կային թե չէ, հատկապես օտար պետությունների, որտեղ մենք իմանանք մեր պետության նկատմամբ ինչ է կատարվել։ Բայց 7 տարի է անցել, այս իշխանությունը խոստացել էր բացահայտել հոկտեմբերի 27-ը, առաջ խաղացում ունենար։ Մենք մի նախադասություն առաջ գնացել ենք դրա մեջ։ Իսկ դա մեզ մտահոգում է ուրիշ առումով։ Եթե կային ուրիշ պետություններ, որոնց անունները ակնարկվում էր, Ռուսաստան, Իրան, ակնարկվում էր, որ չեմ կարող ես դա պնդեմ, որ դա այդպես է, որովհետև ինչ փաստից ելնելով, բայց չէ որ փաստեր կային իշխանության ձեռքին, չէ որ նրանք այդ ամեն ինչին ծանոթանում են։ Բայց երբ որ տեսնում ես, որ 7 տարվա մեջ իշխանության Քոչարյանը չի, Սերժ Սարգսյանը չի, բայց առաջ չես գնում, մտածում ես գուցե այն պետությունների մասնակցությունը, այն պայմանավորվածությունը, այն խնդիրները, որը կա, այսօրվա իշխանության համար ձեռնտու չի բացահայտել, որովհետև ոչ կցանկանա հարաբերություն փչացնել Իրանի, ոչ էլ Ռուսաստանի հետ, բայց հարց այդ ժամանակ ոչ Ռուսաստանում Պուտինն էր նախագահ, ոչ էլ Իրանում այսօրվա իշխանությունն էր։ Այսինքն որևէ ձևով դա բացահայտելը չէր միջպետական հարաբերություններին հարված հասցնի, բայց չէ, դա նշանակում է, որ այն քաղաքականությունը, որը վարվել է, այսօրվա իշխանությունը այդ քաղաքականության մեջ լավ էլ տեղավորվում է։ Եթե ոչ, ապա առաջին հերթին իրանց պատվի խնդիր պետք է լիներ դա բացահայտել։ Մենք նույն ձևի չիմացանք մարտի 1-ի հետ կապված։ Բոլորս ենթադրեցինք, որ այո, իհարկե, բա Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք դա կատարվել է, նույնիսկ եթե նա գնացող նախագահ է, նրա վրայից մեղքը դուրս չի գալիս։ Պարզապես մեղքը ավելանում է նաև Սերժ Սարգսյանի վրա, որը որ արդեն ընտրվել էր, չնայած վիճարկվում էր նրա ընտրությունը, եւ որը գործող վարչապետ էր, իր շտաբը ստեղծվել էր կառավարությունում։ Իսկ եթե ուժայինները, որոնք
հրաման են տալիս կրակել մարդկանց վրա, եթե ընտրված նախագահի հետ չճշտեին, նրանք ինչի պետքա իրանց ձեռքերն արունոտեին գնացող նախագահի հանձնարարություն կատարեն։ Այսինքն սրանից ոչ թե Քոչարյանի վրայից մաքրվում է, այլ Սերժ Սարգսյանի վրա ավելացվում է դա։ Բայց ի վերջո մենք այսօր ուրիշ իրավիճակ է, այսօր իշխանության Սերժ Սարգսյանը չի։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ խոստացան մարտի 1-ը բացահայտել, հետո ասին, որ դա բացահայտված է։ Մենք միջև այսօր իմացանք, ով տվեց հրաման կրակելու։ Ոչ, չիմացանք, ինչու։ Ինչու չկարողացանք իմանալ։ Թող Քոչարյանը կանգներ ասիր, գիտեք, ես այդ հրամանը չեմ տվել, տվել է Սերժ Սարգսյանը։ Ես այդ հրամանը չեմ տվել, տվել է Պաշտպանության նախարարը կամ ոստիկանապետը, մյուս, ինչ որ մեկի անունը բացահայտվեց։ Ոչ։ Այսինքն ի վերջո կրակելու հրաման Երևանի փողոցում մենք իմացանք ով է տվել։ Ոչ, չիմացանք։ Մեզ չի գոհացնում, որ կգտնես մի հատ զինվորիկ, որը որ կրակել է, տարեք դատեք։ Մենք ուզում ենք իմանանք։ Պետության անունից ով է տվել հրաման Երևանի փողոցում մարդու վրա կրակելու։ Չիմանանք։ Չիմացանք։ Եթե որևէ մեկն ասում է ես չեմ, պետք է ասի բա ով է։ Ամենավերևը նստած քո լիազորությունների շրջանակում որ եղել է, այսինքն կարող էր առանց քո հանձնարարության որևէ մեկը դներ կրակել։ Բարուն տվեք։ Բայց ամեն ինչ արվում է, որ այդ անունները տրվի։ Ես չեմ տեսնում, որ արվում է, որովհետև այդ նույն խաղացողները քաղաքական նկատառումներով պետք են այս իշխանության, այ դա է շատ ցավալի, որովհետև այս նույն իրավիճակը հոկտեմբերի 27-ի շատ ավելի հաճելի է շահարկել դա, որ տեսեք մենք կասկածում ենք ով է, քան իրականում բացահայտեն, որովհետև կարող է բացահայտեն դուրս գան ինչ որ պետությունների վրա, որ իրանք են նրանց հետ նույն ձևի բանակցում, նույն ձևի խաղեր տալի, եւ իրանք շահերից այլևս չի բխում դա բացահայտել, որովհետև իրանք էլ նույն ճահիճի մեջ են հայտնվել աթոռի վրա հայտնվելու ժամանակ։ Այդ դրա համար մեր հասարակության համար 26 տարի հետո էլ այս հարցը փակված չի, որովհետև ինչ են կարևոր փակվի։ Եվ դա այդ հարցի համար շատ կարևոր է հասկանալ։ Ի վերջո մենք խոսում ենք մեր պետության մասին, իսկ մեր պետությունը որքանով է անվտանգ։ Ու պետք չի ասել, որ այ տեսեք ամեն ինչ անում են 2 հոկտեմբերի 27-անը եւ ցույց են տալիս ինչ որ մարդկանց։ Մենք ասում ենք, եթե հոկտեմբերի 27-ը ուղիղ մեղադրում եք Քոչարյանին, հարկատուների հաշվին նրա կեցավայրեն չեք սպասարկում։ Եթե գիտեք, որ կեղծիքով է ընտրվել, եթե գիտեք, որ հանցագործություն է արել, հասարակությանն չեք ցույց տալիս, որ մենք պարտավոր ենք նրա անվտանգությունն ապահովել։ Մենք պարտավոր ենք նրան գրասենյակ տալ։ Մենք պարտավոր ենք կեցավայր ապահովել։ Ինչու՞։ Եթե դու այդ իրավունքները ճանաչում ես, ուրեմն քեզ պետք է, որպեսզի ուղղակի ասես, այ մենք գիտենք հոկտեմբերի 27-ն ով արել։ Եթե գիտես ու չես բացահայտում, ու ում վրա կասկածում ես, ազգային ժողովի ամբիոնից ասում ես, ու այդ մարդու համար հարկատուների հաշվին, պետության հաշվին նրա իրավունքը ամրագրում ես նրան տեր կանգնելով որպես պաշտոնաթող նախագահ իր ողջ լիազորություններով։ Այդ դեպքում մենք հասկանում ենք, որ դու մեղսակից ես այդ ամեն ինչին, որը որ թվարկում ես նրանց հետ կապված, որովհետև ունես լծակ դա բացահայտելու, ունես լծակ դա կանխելու։ Կարող է որևէ մեկը, եթե կանգնում ասում ես Ապոլինի ընտրվել, Ապոլինի ընտրված նախագահի, պաշտոնաթող նախագահի իրավունքը ինչ ես պաշտպանում։ Ուրեմն դա քեզ ընդհանրապես պետքա շահարկելու համար։ Իսկ այդ Ապոլինի ընտրված նախագահն էլ պետքա որ քո հետ պայքարի, որպեսզի ուրիշ առողջ ուժեր չգան իշխանության կամ քո դեմ չպայքարեն, որտեղ բա նրանց ինչի մեջ ես մեղադրելու։ Դրա համար սա մեզ համար ցավ է եւ դրա հետ կապված մենք միշտ այնպես չի որ մենակ հոկտեմբերի 27-ին պետք է հիշենք։ Ցանկացած որ հոկտեմբերի 27 ամսաթիվը հնչեց, մենք լրիվ արդեն պատկերացնում ենք այդ ամեն ինչը։ Ուղղակի դա մարտի 1 հոկտեմբերի 27 մեր ազգի համար արդեն կոնկրետ օրեր է, որը որ այդ օրը նույնիսկ առավոտ արտանում ես, արդեն գիտես, որ դու տրամադրություն չունես ու գիտես ինչի չունես։ Իսկ հիմա տեսնենք ինչ է կատարում աշխարհում, որովհետև մեր շուրջը եւ առհասարակ շատ խնդիրներ կան, հատկապես լարվածությունը Միացյալ Նահանգներ, Ռուսաստան շատ կարևոր է մեզ համար նոր աշխարհակարգը ինչ տեսք է ունենալու։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրով Սպիտակ տունն արմատապես փոխել է իր հռետորաբանությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Լավրովի խոսքով նախկինում ԱՄՆ նախագահի վարչակազմը կողմ էր ռազմական հակամարտության լուծման ավելի մանրակրկիտ մոտեցմանը, սակայն այժմ կողմ է հնարավորինս շուտ հրադադարի հասնելուն։ Լավրովն այս փոփոխությունները վերագրել է Եվրոպայի ճնշմանը։ Հիմա հասկանանք, այսինքն առաջինը Լավրովը նաև ասում է, որ մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով բանակցությունների, նույնիսկ դա պատրաստ ենք եղել Ալյասկային, բայց Ամերիկան վերաբերմունքը փոխել է։ Եվ ասում է, հռետորաբանությունը փոխել է Եվրոպայի ճնշմամբ։ Այսինքն դուք համարում եք, որ Եվրոպան բավարար կշիռ ունի Միացյալ Նահանգների վրա ազդելու եւ Միացյալ Նահանգները վերանայել է իր վերաբերմունքը։ Շնորհակալություն։ Առավոտից իրգում էր հասարակությանը բացատրում ենք, որ մեր երկրի ապագան Եվրամիությունն է։ Համակարգային առումով լինել այդ համակեցության կանոնների մեջ։ Դա շատ ավելի մեծ անվտանգ է, շատ ավելի մեծ համար բարեկեցություն ապահովող է, քան թե որևէ պետության հետ այսօր լավ լնես, վաղը վատ։ Առավել ևս մենք տեսել ենք, որ ուժեղ պետության հետ միջպետական պայմանագիր ենք ունեցել Ռուսաստանի, մեր շահերը ոնց է սպասարկել։ Շատ լավ տեսել ենք։ Նաև տեսել ենք, որ մենք երբևիցե Ամերիկայի համար Իսրայել չենք դառնա։ Ու նաև եթե պետք է Իսրայելին տեղը ցույց տա Ամերիկան, ասում մի րոպե, ես արաբների հետ բան եմ պայմանավորվել, թույլ չեմ տա չափը անցնես։ Բայց այդ չափը արդեն ի սկզբանե Տրամփն էր ասել Նեթանյահուին, որ անցի։ Այսինքն ուզեմ ասեմ, մենք այս ամեն ինչը շատ լավ գիտենք։ Եթե Լավրովը ասում է, որ Եվրոպան այդքան մեծ կշիռ ունի, մենք շատ շնորհակալ ենք, որովհետև իր ասածը կարծում եմ ավելի համոզիչ կընկալեք, քան իմ ասածը։ Ես ուղղակի փաստերն եմ բերում, թե ինչա կատարվում։ Եվ ի վերջո մենք այսպես պետք է հասկանանք։ Շատ դեպքերում մենք որ մի բանի մասին խոսում ենք, տպավորությունն է, որ ասենք նաև կրկնում ենք նույն բանը, բայց մի խնդիր է առաջանում։ Մենք պետք է սխեման պատկերացնենք, որպեսզի որևէ աշխարհաքաղաքական իրադարձություն թափթփված ձևով չպատկերացնենք։ Եթե մենք խոսում ենք մի բանի մասին, Ամերիկայից ենք սպասում, որ Ռուսաստանին իր տեղը ցույց տա նոր աշխարհակարգը լինի։ Ուրեմն վերջ, եթե Ամերիկան Ռուսաստանի վրա ճնշում գործադրեց, պետք է անի միասնական Եվրոպայի հետ տարաձայնությունները մի կողմ դրած։ Ուրեմն ինքը պետք է Չինաստանին իր կողմ քաշի։ Այսինքն, եթե մենք նայում ենք, որ Ամերիկան Չինաստանին ուզում է ճնշի Ռուսաստանին էլ չենք հավատում։ Միանգամից sense կարմիր լույսը վառում, ասում ենք հոп։ Այսինքն ցանկացած քայլ, որը որ տեղի է ունենում, մենք նայում ենք, եթե Ռուսաստանին ճնշեցի, դի Չինաստանին քո կողմ քաշես։ Վաղը մյուս օրը Ռուսաստանին հաղթելուց հետո Չինաստանը մենակ է մնալու։ Արդեն դու ես որոշելու նրա հետ ոնց վարվես։ Եթե այսօր Չինաստանին ճնշեցիր, դու Ռուսաստանին չես կարողանալու ճնշես։ Այսինքն սա բաները, որ բավական է մի բան կատարվեց, մենք անմիջապես խոսում ենք, որ ասում ենք ուշադրություն դարձել։ Եթե շատ մեծ լիազորություն է տալի Թուրքիային, մենք անհանգստանում ենք, որտեղ ասում ենք այդ լիազորության պարագայում Թուրքիան կարող է նաև խնդիրներ դնի եւ ասենք տարածաշրջանում, ասենք ինքը կոորդինատորի ֆունկցիա ունենա, որը մեր շահերից չի բխում։ Հայաստան պետության ու հայ ժողովրդի, ես չեմ խոսում մեր իշխանության մասին։ Ռուսաստանի հետ կապված, եթե քայլեր է սանում այդ ուղղությամբ, վաղը մյուս օրը Ռուսաստանը արևմուտքի հետ խնդիր է ունենում, այդ խնդիրը տարածվելու է նաև մեր վրա։ Այսինքն դրա համար էս ամբողջ շղթան պարբերաբար պետք է նայես, որ ցանկացած այդ շղթայի միջև, եթե մի քայլ անհետևողական արվեց, կամ մի քայլ մի ուրիշ ձևի արվեց, միանգամից այդ հազանգը մենք նկատենք։ Դրա համար հիմա նայենք, այդ որ փոխվել է հռետորաբանությունը Դոնալդ Տրամփի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից, բայց դրա շարունակությունը արդյոք հետևողական նույն ձևի արվում է։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթ Մալազիայում երկօրյա բանակցություններից հետո ԱՄՆ եւ Չինաստանի պատվիրակություններին հաջողվել է մշակել առևտրային անհամաձայնությունների լուծման շրջանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև հաջորդ շաբաթ կայանալիք անձնական հանդիպման ժամանակ քննարկելու համար։ ԱՄՆ եւ Չինաստանի առաջնորդների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։ Իսկ հիմա շարունակությունը ԱՄՆ ֆինանսների նախարարը հավելել է, որ երկու կողմերը կարողացել են համաձայնության գալ Պեկինի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ժամանակավորապես, մասնավորապես ձվի եւ սոյայի գնումների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի համար չինական հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողության հետաձգման վերաբերյալ։ Եվ մեկ էլ ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը պարզաբանել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը
փաստացիորեն չի քննարկվում։ Իր չինացի գործընկերների հետ շատ լավ առևտրային բանակցություններից հետո չմոռանանք նոյեմբերի 1-ից էր Տրամպը պատրաստվում դա կիրառել։ Չմոռանանք, որ դրա մասին շատ ենք խոսել, որ Ժողովուրդ ջան, շատ վտանգավոր է Չինաստանը, եթե քուկոմ չես քաշում։ Ինչի՞ ես թողում, որ նա սկզբունքորեն իր համար խնդրեմ չի Ռուսաստանի հետ լավ լինի։ Սկզբունքորեն նա այդ խնդիրը չունի։ Ինքը մի դեպքում է խնդրեմ ունենում։ Եթե Ամերիկան կանգնում է Ռուսաստանին ասում է ագրեսոր, եւ մեկ է Չինաստանին ասում է դու օկուպանտ ագրեսորին ես պաշտպանում, սպասի նրա հարցը լուծեմ, շուռեմ գալու քեզ։ Իսկ եթե դու քեզ ագրեսորի գործընկեր ես համարում, ոնց ես Չինաստանին մեղադրելու, որ նրանից էլ այդքան շահեր ունի օգտվի։ Հիմա ես դրա համար եմ ասում, լսեցինք մենք հռետորաբանությունը փոխվել է Տրամպի։ Նայում ենք շարունակությունը, որ Չինաստանի հետ վերանայում է, որովհետև լավ ենք հիշում ինքը ինչ քայլեր էր անում Չինաստանին մեկուսացնելու, չէր հաջողվելու դա։ Իսկ հիմա կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա է։ Համենայն դեպս այդ հետևողականության գիծը առայժմ չի շեղված։ Իսկ հիմա Սերգեյ Լավրովը մի բան էր ասել, որը մեզ էլ է ուղղակի վերաբերվում։ Կոչ է արել մարդկանց չփնտրել թաքնված իմաստ ԽՍՀՄ գրությամբ սվիտերի մեջ, որը նա կրել է Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովում։ Ինձ համար Խորհրդային Միությունը իմ հայրենիքն է։ Ես այնտեղ եմ ծնվել, վայելել եմ երիտասարդությունս եւ հաճույքով աշխատել եմ արտաքին գործերի նախարարությունում։ Կարծում եմ մենք չպետք է ամաչենք մեր հայրենիքից, ասել է նախարարը։ Լավրովը հավելել է, որ ԽՍՀՄ գրությամբ սվիտերը շատ ոճային է եւ տարածված է Ռուսաստանում։ Մենք ունենք նաեւ ռուսական կայսրության զինանշանով շապիկներ։ Շատերը կրում ենք դրան, դա պատմության մի մասն է, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախարարը։ Հիմա երկու հարց, որ հասկանանք։ Ռուսաստանը ինչ որ սկզբունք ունի ԽՍՀՄ-ի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ մենք եղբայրական պետություններ ենք Ռուսաստանի հետ, եւ նրա հարաբերությունը Ռուսաստանի հետ պետք է խորանա եւ շատ կարեւորվում է։ Այդ դեպքում հարց։ Բա մենք գտնում ենք, որ իրական Հայաստանն է, ու պետք է անցյալը մի կողմ դնենք, ոնց որ Նիկոլ Փաշինյանն ուզում է մեզ համոզի, բայց դա չի ստացվում իր մոտ։ Բա ոնց է եղբայր համարում մի պետության, որը որ ասում է, չէ, Ժողովուրդ ջան, այդ անցյալը մեզ համար չափազանց կարևոր է, այդ անցյալի անդյակները անցած այսինքն իրական Ռուսաստանով չեն առաջնորդվում։ Էլի կասենք, թե լավ, դե իրանց խնդիրն է, մեզ ինչ թե իրանք ինչ են անում, բայց ուրիշ խնդիր, բայց Խորհրդային Միության կազմում եւ ցարական Ռուսաստանի կազմում եղել է նաեւ Հայաստանը։ Այսինքն քո գործընկեր պետությունը, որի հետ ասում ես մեր հարաբերությունները լավացնենք, ինքը մտածում է, որ երբեմնի հզորությունը պետք է վերականգնել, եւ աշխարհին այդպես է ներկայանում։ Պրոպագանդում է ցարական Ռուսաստանը եւ պրոպագանդում է Խորհրդային Միությունը։ Բայց այդ ժամանակ մենք եղել ենք Ռուսաստանի կազմում։ Այսինքն ինքը այդպես է անցալում մեզ, նա մեզ գործընկեր չի անցալում, դա մեզ պետք է չանհանգստացնի, իսկ եթե մենք տեսնում ենք, որ աշխարհը նրան օկուպանտ է համարում, ինչու ենք մեզ կոտորում նրա այդ հարաբերությունները լավացնելու, որ վաղը մնանք փլատակների տակ, առաջիկա ընտրությունների հետ կապված մենք չենք տեսնում այս պայքարում մեջ է գնում, Ռուսաստանի շահերի սպասարկման երկու կողմերում, իրար կատաղի հարձակվել են իրար վրա, շուտ դույն բանն եք ասում, ինչ եք իրար հոշոտում որ չէ, ուղղակի իշխանության գալու հարցն է, որը պետք է լինի աթոռին, որ սպասարկի Ռուսաստանի շահերը։ Կարծես աշխարհում են ինչ որ կատարում է, իրանք չի վերաբերում։ Բա ում է վերաբերվում մեզ, եթե մեզ է վերաբերում, ուրեմն բերեք մտածենք, թե ոնց անենք, որ այս իրավիճակին չտիրապետող երկու կողմերն էլ հրաժեշտ տան։ Մեկը հույս չունենա կվերադառնա, մեկն էլ ուղղակի հրաժեշտ տա աթոռին։ Իսկ հիմա նայենք Արարատ Միրզոյանն ինչ ասել։ Ազգային ժողովում հանդիպման ժամանակ բյուջեի քննարկման արտգործնախարար Արարատ Միրզոյան երաստադարակ հատվածը եւս պետք է ապաշրջափակվի եւ դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման չկա տրամաբանություն երբ կաշխատի Հայաստանի հարավով անցնող երկաթուղին եւ չի աշխատի Նախիջևանով անցնող երկաթուղին Չափազանց կարևոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Այսինքն հիշենք, Հայաստանը 30 եւ ավելի տարիներ գտնվում է շրջափակման ներքո, եւ հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ, եթե հարկ լինի, կառուցել նոր ենթակառուցվածքներ, միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Հիմա հարց է ծագում, բա ով էր դրա մեջ կասկածում, որ
Իշխանություն դու ես ասել բերեք ապաշրջափակում ենք, այն ինչ որ կանենք Տրամպի ուղիով, նույն առավելությունը մենք կունենանք Ադրբեջանի տարածքով։ Ինչա ձեր մոտ հարց ծագում, որ անտրամաբանական կլինի, որ տրանսպորտային կոնտակտը ապահովես Հայաստանի տարածքով մինչև Նախճեվան, բայց Նախճեվանից դուրս եկողը չլինի։ Ասում եք, բա դա անտրամաբանական կլինի, որ չէ, բա դա մենք ենք ասում, անտրամաբանական կլինի, որ չլինի, բա դուք պետք է այդ հարցը լուծեք, որ այդ հարցը ընդհանրապես կասկածի տակ չմնա։ Բացարձակ այդ հարցը կասկածելու տեղիք չտա, որովհետև երբ որ մեզ ասում ենք, որ պետք է ապաշրջափակել կոմունիկացիաները, այն ինչ որ մենք կանենք Հայաստանի տարածքով, նույնը վերաբերվում է մեզ Ադրբեջանի տարածքով, ասում ենք շատ լավ է, բայց այն ինչ որ դուք կանեք փաստաթուղթ եք ստորագրել, որը ստորագրել է նաև Ադրբեջանը, որին երաշխավոր է կանգնել Ամերիկայի Միացյալ Նահանգները Տրամպի ուղին, թրիպը, բայց այն ինչ որ դուք ստորագրել եք Ադրբեջանի հետ ապաշրջափակման հարցը, դա կամ հռչակագրի մեջ է համատեղ հայտարարության, որը որ իրավական որևէ կարգավիճակ չունի, կամ բանի մեջ է, պայմանագրի նախաստորագրված փաստաթղթի մեջ է, որը դեռ ստորագրված չի եւ ուժի մեջ չի մտել։ Մենք ասում ենք, երբ որ ասում ենք, որ այս երկուսը պետք է զուգահեռ գործի, այս մեկի հետ կապված ուրիշ ժամկետներ ու պարտավորություններ ֆիքսել ուրիշ անդամների ու մասնակիցների, այս մեկի հետ կապված բացարձակ ոչինչ չես ֆիքսել։ Սա մնացել է Ալիևի բարի կամքին։ Կուզի կբացի, չի ուզի չի բացի։ Կուզի ոնց որ կասի մեր տարածքով անցնող ճանապարհը թույլ եմ տալիս թող գա ապրանք մտնի, բայց մենք տենց էլ չիմացանք։ Դա մենակ այդ ապրանքին է վերաբերում, թե բոլորին։ Հետո մեկ էլ պատահաբար իմացանք, որ վերաբերում է ռուսական ապրանքներին։ Հետո չիմացանք, մենք այդ ճանապարհով կարող ենք ապրանք ուղարկել, թե չէ։ Կամ ենթադրենք այդ տարածքով եկավ, մենք Նախճեվանով այդ նույն ուղղությամբ կարող է, այսինքն սա ապաշրջափակման ինչ որ սխեմա է, թե ինչ որ մի հատ միանգամյա գործարք է, որով ցույց տան, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը խաղաղություն ա բերել։ Այսինքն Ալիևը փաստորեն մեր ներքաղաքական օրակարգում որոշում ա կայացնում, երբ հա պետք որ ինքը ցույց տա, որ Փաշինյանը լավ է աշխատում, երբ հա պետք քթին գա, ասի զիջումների պետք է գնաս։ Մենք ուզում ենք իմանանք դա ինստիտուցիոնալ է, թե ոչ։ Պարզվում է Արադ Միրզոյանը բացատրում է, որ ասում է տրամաբանություն չկա, որ դա տենց չլինի։ Բա մենք ենք դա ասում, մենք դա քեզանից ենք պահանջում, դու ում ես դա բացատրում։ Այո, ուզում ենք, որ դա այդպես լինի, բայց դրանք տարբեր ռեժիմներ ու տարբեր ժամկետներ ու տարբեր պարտավորություններ են։ Մեզ չի բավարարում, որ խաղաղությունը մենք պետք է ակնկալենք Ալիևի քմահաճույքը պայմանավորված կամ էլ ճանապարհով ապրանք անցնելը պետք է ակնկալենք Ալիևից, այսօր բարի կամք ունի թե չէ։ Այսօր արեց մենք ողջունեցինք, վաղը չարեց, ասինք ափսոս։ Որ երաշխիքով է այդ ապրանքը անցնելու, ցանկացած տնտեսվարող պետք է հույս դնի այդ ճանապարհի վրա, թե չէ։ Իսկ հիմա ես ինչի եմ ասում, երբ որ իրանք խոսում են այս ճանապարհի հետ կապված, բացատրում են մենք պայմանավորվում ենք, ասում ենք, հա, հասկացանք, բայց ինչի է այսօր Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարել, որ Զանգեզուրի միջանցքը կլինի միջանցքի թողունակության մեծացման հիմնական գործոնը։ Բայց քանի անգամ եք միջազգային ատյաններից ասել, Զանգեզուրի միջանցք այս փաստաթղթի մեջ չկա։ Քանի անգամ եք ասել, հայ ժողովուրդը թե շատ վատ է անկալում, երբ որ ասում է։ Գնացել է Նիկոլ Փաշինյանը անգամ լաչառություն արել Բրյուսելում պարլամենտականների հետ, որ ասում է դատապարտում եմ ձեր վարքագիծը, նա էլ ասում է ինչ է դատապարտում, մի երկրի ղեկավար դու ես, մեկը Ալիևն է, դու չես ասում, նա ասում է, ինչ ես ուզում, ինչ ես դատապարտում։ Հետո Նիկոլ Փաշինյանը արդարացրեց Ալիևին, ասեց չէ, Զանգեզուրի միջանց, որ ասում է Սյունիքի մասին չի, իրանց տարածքը երկու բնակավայր կապելու անուն են դա դրել։ Ավելի աբսուրդ դժվար է պատկերացնել, երկու հայկական բնակավայրի անուն դնես Միջանցք, լավ դա էլ դնենք մի կողմ, բայց այդտեղ աշխարհագրական Սյունիքի հետ Զանգեզուրի հետ կապված որևէ դետալ կար, չէ, բայց ինչու դա պետք է լիներ։ Մեկ է դրեցին քարտեզ տպեցին, թե ասին հերիքա խափես Զանգեզուրի միջանցք, մենք հասկանում ենք նաև Հայաստանով անցնող ճանապարհը։ Հիմա Թուրքիան դա նույնը անում է։ Իսկ մենք ասում ենք, հարցը դա չի։ Այս անունով նա անգամ Տրամպին չի հարգում, չէ՞։ Բայց Տրամպին չի հարգում։ Տրամպի երաշխիքը ո՞նց է հարգելու, առավելևս որ անվտանգային երաշխիք չեն տվել։ Մենք չմտահոգվենք, որ ինչի եք ցանկանում մեզ խաբել եւ հույս տալ Թուրքիայի եւ Ադրբեջանի անունից։ Եվ որ մի հատ անշարժ թեմա է, անունը, որ Տրամպի ուղի, որ շատ լավ էր։ Ասում են Տրամպի անունը դնենք, որ ներդրում ունի։ Ինչի է Ալիևը դա համառորեն մերժում Զանգեզուրի միջանցք։
Բայց ինչի՞ չեք կարողանում ձեր գործընկերոջ հետ այդ հարցը լուծեք, բայց մեզ նրա անունից խաղաղություն եք երաշխավորում։ Իսկ հիմա մենք նայենք, որ նաև մեր շրջապատում ինչա կատարում, շատ դեպքեր մեր իշխանություններն էլ են, այսօր են ասում, դե մենք ձգտում ենք Եվրոպա, այդ հեքիաթը լավ գիտենք, այդ ամեն ինչի մասին կխոսակ նրա համար, որ ընտրության հետ կապված, Եվրամիության անդամակցության հետ կապված ուժերի ձայները տանեք ձեզ։ Դե մենք էլ ենք դա անում, մտամ իրանք ինչ ավել բան են ասում, որ օրենքը մենք ընդունել ենք, ամեն ինչ արել ենք, եկել են իրանք արևմուտքից են խոսում։ Մենք գիտենք դա ինչի համար է արվում։ Նույն հաջողությամբ ուզում եմ ասեմ, այդ նույն բաների միջով մենք անցել ենք։ Եվրամիության հարցերով հանձնակատար Մարտա Կոսը ընդլայնման հարցերով վրացական երազանքի քաղաքականության պայմաններում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ, նույնիսկ 2030 թվականին, որը ժամանակացույցով ֆիքսված է։ Վրացական երազանքը քարոզչություն է վարում Վրաստանի Եվրամիությանը անդամակցության դեմ։ Ահա, խնդրեմ։ Այդ էլ հետևողական քայլերը Եվրամիություն գնալու։ Այս են Վրաստանն է, որ անգամ ՆԱՏՕ-ի հետ կապված հանրաքվե արեց 77%-ը կողմ քվեարկեց։ Այս են Վրաստանն է, որ բոլոր հետևողական քայլերով դուրս եկավ հապկից, դարձավ ՈՒԱՄ-ի անդամ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, բացատրեց, որ դա անում է հապկից դուրս է գալի, որտեղ ինքը Եվրոպայի ճանապարհն է բռնել։ Լա տեսեք ինչ քայլեր տեղի ունեցավ, արդյունքում մի հատ ռուս օլիգարխ, վրացի օլիգարխ Ռուսաստանաբնակ այն ժամանակ եկավ Վրաստանում իշխանության Բիջինա Իվանիշվիլին եւ հիմա դուք տեսաք Վրաստանի այդ ամբողջ հետևողական աշխատանքը ջուրը լցրեցին։ Այդ դա վերաբերվում է նաեւ մեզ, որ եթե մենք էլ տենց մտածենք, մեր հարցն էլ այդպես է, պետք չի խաբել ընտրվելու համար, նրանք էլ խաբեցին ու ընտրվեցին, ասին մենք Եվրոպա ենք գնում, հետո տեսանք, չէ ինչ են անում։ Այս են վերջի ընտրության ժամանակ էլ ասում էին, ով ասել, որ մենք Եվրոպա չենք գնում։ Մենք այդ ուղղությամբ քայլերը մենք ենք արել տեխնացուի հետ կապված, մենք ենք դիմել, ոնց որ Նիկոլ Փաշինյանն ասում է, բա օրենքը մենք չենք ընդունել։ Գիտենք, ժողովուրդ ջան, դուք օրենքը ընդունել եք, բայց այդ ուղղությամբ բան չեք անում։ Եվ մեր աչքի առաջ էլ կա։ Դրա համար նույն ձևի, երբ որ մենք հետևողական նայում ենք այդ շղթան, Վրաստանն էլ է պարտադիր դրա մեջ ներկայացված ինչպիսի քաղաքականություն ավարում, որից մենք երազարկացնենք այդ կարմիր լույսը վառեց, թե չէ, որը մեզ զգուշացրեց, որ վտանգ կա այս ուղղությամբ։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով անվտանգության ապահովումը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի, հատկապես եվրոպացիների Ռուսաստանի նկատմամբ ռազմական եւ ռուսատյաց տրամադրության ֆոնին։ Այսինքն մենք տեսնում ենք Եվրոպայի նկատմամբ նրանց վերաբերմունքը, մենք տեսնում ենք Լավրովն ասում է Եվրոպան այնքան հզոր է կարողացավ Տրամպին շեղել դեպի բերել Ուկրաինայի թիկունքին կանգնացել եւ տեսնում ենք նրանք շարունակում են Եվրոպային կպնել։ Սա այն Եվրոպան է, որը մենք ցանկանում ենք գործընկեր լինել, եւ սա այն Ռուսաստանն է, որը թշնամի է համարում իրան Եվրոպային։ Հիմա դե պատկերացրեք Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը։ Պեսկովը լրագրողները ասին, թե արդյոք նոր հրթիռների փորձարկումը կարող է լինել ԱՄՆ-ի եւ Արևմուտքի կողմից վերջերս խստացված տնտեսական ճնշումների Ռուսաստանի պատասխանը, խոսնակը հավելել է, որ Բուրևեստնիկի փորձարկումներում չկա որևէ բան, որը կարող է սրել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև հարաբերությունները։ Այսինքն իհարկե դրա հետ կապված Տրամպի պատասխանը տվել է, այնպես որ Տրամպի խոսքով կպատասխանենք այդ բալեստիկ հրթիռը, որը կարող է նաև միջուկային մարտագլխիկ ունենա, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանում որ լավ էլ դու չես ցանկանում գնաս խաղաղության, լավ մի հատ ցույց ես տալի քո ուժը։ Այսքան խնդիրների մեջ գտնվելով նորից դա ես անում։ Եվ Պեսկովը նաև հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի ռուսաստանյան ակտիվների բռնագանձման ցանկացած փորձի։ Այն որ ասում են, որ Բելգիան կարող է այդ ակտիվները տա, Եվրամիությունը Բելգիային ասում էր՝ «Տուր, ես տեր եմ», եւ խոսքը չէր վերաբերվում միայն տոկոսադրույքներին, սառեցված գումարների։ Ասում են, որ նաև դա ռեպարացիոն պայմանագիր պետք է լինի Ուկրաինայի հետ, որ Ռուսաստանը պետք է ռեպարացիա վճարի Ուկրաինային։ Իսկ ռեպարացիան կոնտրիբուցիայից տարբերվում է մի բանով, կոնտրիբուցիայի համար պետք է Ռուսաստանը գոնե պատերազմ հայտարարել Ուկրաինային եւ այդ պատերազմը պարտվեր կապիտուլյացիայի ակտ ստորագրեր եւ ռազմատուգանք վճարեր, ռեպարացիայի պարագայում նա պատերազմ չի հայտարարել Ուկրաինային, հատուկ ռազմական գործողություն է իրականացնում իր պատկերացմամբ, իբր թե 4 տարի պատերազմ չի։ Արդյունքում, եթե պատերազմը դադարի, դա չի լինի կապիտուլյացիա փաստաթղթի տեսքով։ Դրա համար ռեպարացիան ուղղակի այն վնասների փոխհատուցումն է, որը պահանջում են Ռուսաստանից ագրեսիվ գործողությունների համար։ Ուղղակի տերմինների տարբերությունը ասի դրա համար։
Այսինքն, բայց հիմա տեսեք, Պեսկովը որ դա ասում է, մենք անհետևանք չենք թողի։ Հայ, ես մտածում ենք, սա ինչ պետք է անի։ Չէ, Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը կօգտագործի բոլոր հասանելի իրավական մեխանիզմները, թե ազգային, թե միջազգային, որպեսզի օրենքով հետապնդի նման ապօրինի որոշումների նախաձեռնողներին եւ կատարողներին։ Այսինքն Ռուսաստանը արդեն իրավական process-ով է իր իրավունքները ցանկանում պաշտպանի։ Այս է Ռուսաստանը, որ աչքի առաջ մտել էր հարևանի տարածք, որևէ օրենքի բանի տեղ չդնելով, որևէ միջազգային պայմանագիր հաշվի չառնելով, ՄԱԿ-ի անդամությունը հաշվի չառնելով, անգամ իր կողմից երաշխավորությունը այդ տարածքի հաշվի չառնելով։ Դե հիմա դուք տեսակ ինչ է կատարվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ազգային ժողովում ինչա ասեք։ Քննարկման ընթացքում անդրադարձել է արդյունավետ ծախսերի թեմային, շեշտելով, որ պետական բյուջեն պետք է ընկալել որպես հասարակության ընդհանուր ընտանեկան բյուջե։ Թվում է թե մտահոգությունից է խոսում։ Համարեք մեր անձնական փողն է։ Բայց չէ, հոնա դրա համար չի ասում, Ժողովուրդ ջան։ Փող ծախսելն ինքնին կառավարելու ունակություն է։ Մենք ամեն օր տարուց հետո միլիարդավոր դրամների ապրանքներ ենք լցնում աղբանոցը։ Սա ցույց է տալիս նոր տարուց հետո, որ մենք անարդյունավետ ենք տնօրինում մեր սեփական ֆինանսները։ Հիմա մենք բոլորս մի ընտանիքի անդամներ ենք։ Չենք կարող այնպես անել, որ մեր տանը գումարն անարդյունավետ ծախսել, իսկ հաջորդ օրը գնանք կառավարություն եւ սկսենք աշխատել 180 աշճան հակառակ տրամաբանությամբ, որպես սուպեր արդյունավետ կառավարիչներ։ Այս երկու երևույթները փոխկապակցված են։ Մենք պետք է կենտրոնացած մնանք այն գաղափարի վրա, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր յուրաքանչյուրի եւ մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն է։ Այսինքն, որ պետքա պետական բյուջեն ընդունենք որպես մեր ընդհանուր բյուջե, որովհետեւ բոլորս հարկատու ենք, դա մեր փողերն է ծախսում, այդ հասկանալի է, բայց ինքը դա չի բացատրում։ Ինքը ասում է, Ժողովուրդ ջան, մենք մեր կենցաղում փնթի ենք, անարդյունավետ ենք ծախսում փողերը։ Եթե այդ նույն մարդը գալիս է կառավարություն ու ձեր փողերը անարդյունավետ է ծախսում, դա դուք եք մեղավոր, որովհետեւ դուք այդպիսի վատ մշակույթ ունեք։ Ոչ թե նա որ բյուջեի փողերը մսխել է, նա հանցագործ է պետք է տանես դատես։ Ոչ, ժողովրդին պետք է դատենք, որ դուք ձեր վերաբերմունքը չեք վերանայել։ Դուք շարունակում եք անարդյունավետ ծախսել ձեր ընտանեկան փողը, այդ բնավորությամբ գալիս եք կառավարություն, անարդյունավետ եք ծախսում կառավարության փողը։ Այսինքն դատարանը, երբ որ բացահայտում է անարդյունավետ ծախսած թալանած փողերը, պետք է դատավճիռ կայացնի դատապարտի ժողովրդին վատ մշակույթ ունենալու համար։ Այս միմոսին դուք վարչապետ եք ընտրել, Ժողովուրդ ջան։ Մեկ դուք եք մեղավոր, որ իրանք բյուջեի փողերը անարդյունավետ են ծախսում, բայց դու պետք է հասարակության մեջ բացասականը կրողը չլնեիր։ Հասարակությունը գնում է ընտրության, ընտրում է լավից լավին, որպեսզի նա լինի արդյունավետ եւ արդար կառավարիչ։ Ոչ արդյունավետ կառավարիչ եք, ոչ էլ արդար կառավարիչ եք, մեղավորը ժողովուրդն է ու հարց է ծագում։ Այդ դեպքում կգար իշխանության մարդ, որը որ հասարակության բացասական ինստինկտները չէր կրի, բացասական բնավորությունների կրողը չէր լինի, այլ դրականին է կլներ, որ ինքը լավից լավի ինտերվացն է եւ ինքը վերևից պետական բյուջեն, այո, մեր ընտանեկան բյուջեի նման կծախսեր, որպես արդյունավետ եւ արդար կառավարիչ։ Ոչ թե դու արդարացնես թալանելը, որ Ժողովուրդ ջան, ձեր տանը անարդյունավետ ծախսում եք, պարչի որ պետք է գայիք պետական բյուջեն էլ անարդյունավետ ծախսեիք։ Սա է այս մարդու արդարացումը, որի ձեռը բռնես, մեղավորը դու ես, ձեռը բռնողն է, որտեղ Ժողովուրդ ջան, դուք եք մեղավոր։ Ճիշտ է ասում մարդը։ Իհարկե մենք ենք մեղավոր։ Եթե Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետը, բա ով է մեղավոր։ Եթե մեր հասարակությունը դա հանդուրժում է, որ քաջնազար նստի այդ աթոռին, հիմա էլ մեզ մեղադրի դրա մեջ, բա ով է մեղավոր։ Հիմա մեր սխալը չուղենք, լավ։ Էլ ենք շարունակելու։ Նիկոլ Փաշինյան, ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որտեղ հունիսին տեղի ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրությունները ըստ էության ունեն իր առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակը Հայաստանը հետ գլորելն է։ Ուզում եմ ընդգծել, որ խաղաղությունը տեր կանգնելու Հայաստանի ժողովուրդը տեր կանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը։
Առաջին անգամն է, երբ մենք բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհարաձգության հետևանքով զինվոր չի զոհվել, ասել է Փաշինյանը։ Իդեպ նախորդին էլ ինքը գնացել էր վարչապետ Փաշինյանն այցելել է սահմանային Կիրանց, շատ կարևոր է, որ ես այստեղ եմ Սյունիքի մարզի 75 կիլոմետրանոց հատվածում, երբ սահմաններն են կանգնել, շատ կարևոր է, որ եւ այստեղ եւ այնտեղ սահմանապահներ են կանգնել, որևէ մի հատիկ հրադադարի ռեժիմ խախտում նույնիսկ սահմանազատված հատվածներում չի եղել։ Այսինքն ինքը անընդհատ շեշտում անա, որ այս խաղաղությունը բերել ենք, ժողովուրդ ջան, այս խաղաղությանը վեր պետք է գնանք ընտրության ու հաղթենք։ Մոռանում է, որ մենք ամեն օր ուսումնասիրում ենք աշխարհում ինչ է կատարում նաև մեր երկրում։ Բայց հարց է ծագում, իսկ ինչու Ադրբեջանը չի կրակում։ Ադրբեջանը կրակել է 94 թվականից հետո անգամ, որտեղ չի հաշտվել այդ պարտության հետ։ Նա լավ գիտեր, որ Արցախը Իրանը չի։ Պարտվել էր բանակցային սեղանին պահանջում էր, որ Արցախը Իրանը լինի։ Ոչ մի միլիմետր խաղաղության համար չէր զիջում։ Բայց ինչի՞ չէր հայտարարում նոր Ադրբեջան, մոռացեք անցյալը, չէր անում։ Կրակում էր, որպեսզի ստանա այն ինչ որ ինքը ուզում է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կանգնեց ասեց. «Այո, ես պատրաստ եմ զիջել, ես զիջում եմ Ադրբեջանին, բայց ես չգիտեմ զիջման չափը, մինչև որտեղ զիջեմ, որ Ադրբեջանը կանգ առնի»։ Սա է խնդրեմը, ես չգիտեմ դա։ Դրա համար վերցրել է այն ճանապարհը սահմանազատում չարած տվեց Ադրբեջանին, տեսավ չէ, Ադրբեջանը նորից առաջ է գալի։ Հայաստանի տարածք է մտնում։ Ասում էր, հա, ես հասկանում եք, ես չգիտեմ Ադրբեջանի ախորժակը, էլի պատրաստ եմ զիջելու, բայց իր ախորժակը չեմ պատկերացնում։ Այսինքն նշանակում է, որ դու հասկանում ես, որ Ադրբեջանն է որոշելու, ինչքանն է իրան պետք վերցնելու։ Խաղաղությունը դու չես բերել։ Ադրբեջանն է որոշում, ախորժակը զսպի, թե չզսպի։ Եվ այդ պարագայում, երբ որ ասում ես չի կրակել, որովհետև այն ժամանակ կրակելը ուզում էր Արցախը հետ բերեր։ Հիմա այսօր ինքը Արցախը հետ է բերել։ Հիմա այսօր բանակցային սեղանի վրա ինչ ուզում է ստանում է։ Դու ես ասում, որ նա կրակում է նրա համար, որ ինձանից զիջումներ փոկի։ Այսինքն դա նշանակում է Ադրբեջանի նախագահն է որոշում։ Այդ խաղաղությունը մեզ դու չես բերել։ Այդ խաղաղությունը Ադրբեջանի նախագահն մեզ տվել է, որ դու ընտրվես, որի պարագայում հետո ինչ ուզենա քեզանից ստանա, Հայաստանից ստանա, որտեղ արդեն դու ես ընտրվել։ Սեղանի շուրջ նստած ստանա։ Որտեղ այլապես մոռանում է, որ այս նույն բանը ինքն է ասել, որ Ադրբեջանին մինչև ինչքան զիջեն, որ խաղաղությունը լինի։ Չգիտեմ, չափը չգիտեմ։ Հիմա չափը իմացար, այն ինչքան որ Ադրբեջանը կորոշի։ Այսօր էս կորոշի, վաղ ուրիշ բան կորոշի։ Եվ մեկ էլ Հայաստանում Փաշինյանն ինչ է ասում, աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր, 23% վերջին տվյալներով։ Ես ուզում եմ մենք խորանանք այս երևույթի պատճառի մեջ, որովհետև այստեղ կոնֆլիկտ կա։ Մենք ցույց ենք տալիս մի կողմ տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետության, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին։ Գիտեք ինչ է դրա պատճառը։ Իմ համոզմամբ դպրոցների ավերակներն են դրանց պատճառը։ Այն է, որ հանրապետության երեխաների մի զգալի մասը ըստ էության զրկված է պատշաճ որակի կրթության իրավունքից։ Այդ ոնց է, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարող են արտերկրից գալ Հայաստանում աշխատել եւ բոլոր հիմնարկները ուղղակի խնդրում, աղաչում են, աշխատող են փնտրում եւ չեն գտնում մյուս կողմից բարձր վճարվող սեգմենտներում աշխատանքի մեծ պահանջարկ կա։ Մյուս կողմից աղքատության այս երևույթը։ Դրա պատճառն այն է, որ տասնամյակներով Հայաստանի երեխաները դպրոց չեն ունեցել։ Հիմա այդ երեխաները մեծացել են, հասուն մարդիկ են եւ պետք է վաստակեն։ Ինչով վաստակեն, որ գիտելիքով, որտեղ ստացած գիտելիքով վաստակեն։ Այսօրվա աղքատությունը դրա համար է։ Ուրիշ որևէ պատճառ աղքատության համար չկա։ Այն որ գիտելիքը շատ կարևոր է, այն որ կրթությունը շատ կարևոր է, անիմաստանից քննարկել, բայց հարցը դա է։ Անգետիկը եկել է նստել է վարչապետի աթոռին, մեզ ասում է, գիտեք ինչի եք դուք հիմա աղքատ։ Բյուջեն ավելանում է, ամեն ինչ ելնում է, տնտեսական ակտիվություն ամեն ինչ ելնում է, աղքատությունը մնում է, որովհետև դուք անորակ կրթություն եք ստացել, ձեզ փող չի հասնում, ժողովուրդ ջան, այդ փողերը որակյալներն են տանում, որ քուչեքից ուսապարկերին հավաքեցին, բերեցին, լցրեցին իշխանական համակարգ, եւ Նիկոլ Փաշինյանն ասեց, ով ինձ հետ քայլելա, նա պաշտոն կստանա, կամ ով իմ արժեքները ընդունում է, նա կստանա, որ առավոտից իրիգու ինքը միջոցառումանի վազելով գնան իր ասածը անեն։ Հայտարարը կլինեն ամեն տեղ,
Պետական պաշտոնյաները ամենավերջի ստորացուցիչ բաներն անեն, մենակ աթոռը պահպանեն։ Այդ ձևով ես դու ուզում աղքատության դեմ պայքարես, այս մարդկանցով ես ուզում պայքարես, բա այնքան հեշտ է որ ասել 30 տարի դպրոցը չի եղել, սպասեք մի 30 տարի սարքենք, որ դրանից հետո սերունդ կգա, որ 50 տարի հետո կարող է Հայաստանի համար լավը լինի։ Այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը դե հաստատ չի լինի, որ իրան հարցնենք, ասենք, բան չի խաբեցիր։ Սա հրաշալի բան է, ժողովուրդ ջան, իհարկե, դուք վատ դպրոցներում եք սովորել, դուք անգրագետ եք, որի պատճառով դուք վատ եք ապրում։ Եթե երկիրը նույնիսկ աճում է, ձեզ ինչ։ Եթե երկրի բյուջեն հարստանում է, ձեզ ինչ։ Դուք աղքատ եք, որովհետև դուք լավ կրթություն չեք ստացել։ Ժողովուրդ ջան, դա հենց առաջ էր պատմում, թե մենք ինչու ենք մեղավոր։ Անարդյունավետ կառավարիչ ենք մեր տներում, այդ սովորությունը բերել ենք կառավարություն։ Հիմա էլ ասում լավ կրթություն չենք ստացել, դա է պատճառը, որ մենք վատ ենք ապրում։ Այսինքն, եթե նույնիսկ բյուջեն աճում է, հույս չունենաք, որ ձեր աղքատությունը պետք է պակասի։ Աղքատության պակասելու համար խնդիր կա։ Դուք եք մեղավոր։ Այդ փողերը իրանք հոշոտելու են, լափելու են, որովհետև իրանք գրագետ են, իրանք շատ կիրթ են, ժողովուրդ ջան, որովհետև իրանք քայլելով եկել են իշխանության։ Կարծ մի բան էլ ասենք այդ հրթիռի հետ կապված, Մոսկվան հաջողությամբ փորձարկել է իր Բուրևեստիկ թևավոր հրթիռը միջուկային էներգետիկ սարքավորումով եւ աշխատանքներ կտանի դրա տեղակայման ուղղությամբ։ Բայց ԱՄՆ նախագահը արդեն դրան անմիջապես արձագանքել է։ Նրանք գիտեն, որ մենք ունենք ատոմային սուզանավ, աշխարհում ամենահզորը, որը գտնվում է հենց իրենց ափերի մոտ։ Այսինքն ես նկատի ունեմ, որ այն պարտադիր չէ, որ 8000 մղոն թռչի։ Եվ ի դեպ ես չեմ կարծում, որ Պուտինը պետք է այդպես խոսի։ Նա պետք է վերջ դներ պատերազմին։ Պատերազմը, որը պետք է տևեր 1 շաբաթ, արդեն 4-րդ տարին է։ Ինչ շարունակվում է եւ նա հենց դրանով պետք է զբաղվի, այլ ոչ թե հրթիռների փորձարկելով։ Լրագրողների հարցին թե արդյոք սպասվում է լրացուցիչ պատժամիջոցներ, Տրամպը պատասխանել է՝ դուք կիմանաք։ Այսինքն ժողովուրդ ջան, Դոնալդ Տրամպը ասում է, որ իմացի, իհարկե ատոմային սուզանավները քանակը գտնվելու վայրը խստագույնս գաղտնիք է, նույնիսկ չի կարելի ակնարկել կամ անգամ ասել, որ նա գտնվում է Ռուսաստանի ափերի մոտակայքում, նույնիսկ պարզա տեղը չի ասում, բայց անգամ այդքանը գաղտնիք է։ Ես զարմանում եմ, որ Դոնալդ Տրամպը հաշվի չի առնում, էլի որ ինքը երկրի նախագահ, ինչը կարելի է նույնիսկ, այսինքն այդ սուզանավի գոյության մասին դու հաստատ պետք է չխոսես, էլի։ Կարող է ակնարկեն լրագրողները, վերլուծաբանները, բայց դու պետք է չասես հերիք չունենք, հիմա էլ վերել ենք սահմաններին ենք մոտեցրել, այսինքն թող հանկարծ չափերը չհասնեն։ Մենք հույս ունենք, որ Դոնալդ Տրամպը այն, որ ասում են հետևողական քայլերի շրջանակում Պուտինին իր տեղը ցույց կտա, դրանից աշխարհը կլինի շատ ավելի լավը, կունենանք նոր աշխարհակարգ, այդ աշխարհակարգում վերականգնված կլինի Միացյալ Նահանգների դերակատարությունը, Եվրոպան շատ լրջորեն իր դերակատարությունը առանցքային կստանձնի եւ գոնե մի քիչ արագացնեն, որ մեր առաջիկա ընտրություններում, որի հետ կապված տեսնում եք ինչա քննարկվում, մենք այս խայտառակության մեջ չհայտնվենք, որ կռիվը գնա երկու ռուսամետ ուժերի միջև, ով է սպասարկելու Ռուսաստանի շահը, երբ որ տեսնում ենք աշխարհում ինչա կատարվում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։